Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր մեր Տիրոջ ու Փրկին Հիսուս Քրիստոսի երկինք համբարձման հրաշալի դոնն է։ Մեր Տերը սիրելիներ Հիսուս Քրիստոս իր հարութենեն 40 օր յետք իր աշակերտներուն թիմած ցիտենիած լերեն համբարձավ երկինք։ Այս մասին կգարտանք Քորձ Կարաքելոց քրքի առաջին գլխուն մեջ, թե ինչպես Հիսուս իր աշակերտներուն թիմած սկսավ երկինք համբառնալ եւ աշակերտները զարհուրած ու զարմացած կդիտեին ամպ մծածկեց Հիսուսը անոնց աչքեն եւ երկու հրեշտակներ եկան ու առաքյալներուն ասին. ինչու համար այսպես զարմացած երկինք կդիտեք, որովհետև նույն այս Հիսուսը, որ տեսակ մարմնով երկինք համբարձած, նույն մարմնով պիտի վերադառնա դարձյալ։ Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոս Աստուծո բոլոր խոստումներուն այոն եւ ամենն է։ Հիսուս Քրիստոս Աստուծո որդին հավիտյան ժամանակներեն առաջ հորը հետ քոյություն ունեցած է։ Չգար ժամանակը, որ երբ հայրը գար, որդին չգար, այլ հայրը, որդին եւ Սուրբ Հոգին որպես մեկ Աստված, որպես մեկ բնություն, մեկ էություն, համակո միասին եղած են մշտապես։ Եվ Տեր Հիսուս ժամանակներու ավարտին, երբ որ հայրը փրկագործության իր ծրագիրը ուզեց իրականացնել, այն ինչ որ մարգարեներուն բերնով խոստացած էր սկիզբեն, Հիսուս աշխարհ գալով, մարմնանալով, մարթանալով այդ բոլորը կատարեց։ Աստվածաշունչի մեջ Աստուծո տված փրկագործության բոլոր խոստումները կատարված են սիրելներ բացի մեկեն, եւ անիգա Քրիստոսի երկրորդ գալուստը եւ վերջին դատաստանն է։ Փրկագործական ծրագիրը կատարեց Հիսուս խաչին վրա մահանալով, իր արյունը թափելով եւ մեր բոլորին մեղքերը իր վրա առնելով ու ներելով մեզի կավություն շնորհելով, Քրիստոս հարություն առավ իր մահով եւ հարությամբ ջզմեց սատանային գլուխը, խորդագեց դժոխքի դռները եւ բացավ մեր թիմած հավիտենական կյանքի դռները, գմնա մեզի սիրելներ, գմնա ամբողջ աշխարհին, հավատալ Հիսուս Քրիստոսի, հավատալ Աստուծո որդին, հավատալ, որ Հիսուս ինք մեզի համար մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելաբես, որ ինք մեզի համար չարչարվեցավ, խաչվեցավ, որ ինք հարություն առավ եւ երկինք համբարձավ ու դարձյալ բիդիկա թադելու համար ողջերն ու մեռածները եւ հավիտենական կյանք պիտի շնորհե բոլոր անոնց, որոնք իրեն հավատացին եւ ապրեցան իր կամքին համաձայն եւ հավիտենական դժոխք բոլոր անոնց, որոնք զինք մերժեցին։ Ամեն ինչ շաբթի օր ես ցեզի խոսիմ աղանդներու մասին, զգուշացնելով մեր ժողովրդի զավակները, որ հերու մնան սուտ ուսուցումներեն, նաև արթնցնելով մեր ժողովրդի զավակները, որ իմանան ճշմարտությունը, Աստվածաշունչի ճշմարտությունը, թե ինչ գսե մեզի Աստվածաշունչը, որբեսի սխալ ուսուցումները հերու լանք։ Սիրելիներ, Փառք Աստուծո, որ Աստված մեզ նոր ժամանակներու մեջ ընտրեց, որ առաջինը լանք ազգերուն մեջ ընդունելու քրիստոնեությունը որպես մեզի համար pedagogan գրոնք, բայց դժբախտաբար այսօր մեր հայրենիքին մեջ, մեր ժողովրդին մեջ անհավատությունը կդարածվի, աղանդները կվխտան եւ տեսակ գրոններ, արևելյան գրոններ, Բուդդա, Գրիշնա, չեմ գիտեր ինչ տեսակ գրոններ գայտնաբերվին, նաև գայտնաբերվին մեր երկրի մեջ նոր հեթանոսություն եւ ի վերա այս ամենայնի այս բոլորին վրա նաև հիմա սկսած են իսլամացած հայեր իսլամություն կարոզել մեր ժողովրդին։ Ես անցնող շաբաթը սկսած էի իսլամության մասին խոսել, այնքան նյութ ունիմ խոսելիք սիրելներ ցեզի ամեն 5 շաբթի օր, բայց
պիտի ուզեմ որ համբերողը լակ, որովհետև մարդիկ հարցումներ կհարցնեն զանազան աղատներու մասին։ Գուզեմ որ մեկ աղանթի մասին կամ սուտ վարդապետությանց մասին քանի մը շաբաթ խոսիլ հետո ուրիշի մը անցնել։ Բայց վստահաբար պիտի պատասխանեմ ձեր բոլորի հարցերուն։ Բայց քանի որ հիմա իսլամության մասին սկսած եմ եւ անցնող շաբաթ ցեզի խոսեցա սիրելներ, թե ով է Ալլահն, իսլամներուն հավատացած Ալլահն։ Ալլահը նույն մեր Աստվածը չէ, իրենց Ալլահը իրականության մեջ Փաղն է, Բալն է, որովհետև ցեզի բացատրեցի, որ Մեքքեի մեջ գտնվող Քաաբան որ գա, այսինքն քարագուսի իրենց սրբավայրը, որ ըստ իրենց աթամեն եկած կամ երկինքեն եկած սպիտակ քարը գա այնտեղ, եւ այդ քարը այսօր մարդոց մեղքերուն պատճառով սևծած է, մարդիկ այսօր իսլամներ գերտան այդտեղ ուխտի գտարնան ամբողջ Քաաբային շուրջը, աղոթները գնեն եւ գործեն անպայման այդ քարին թփնալ, որ իրենց մեղքերեն ներվին, գահամբուրեն այդ քարը, հետեւաբար ժամանակի ընթացքին սևծած է գսեն։ Բայց ասկարաջ բացատրեցի ցեզի անցնող շաբաթ թե իրականության մեջ այդ Մեքքեի վայրը եղած է հեթանոսներու չաստվածներու Բաշտամունքի վայր 360 չաստվածներ գբաշտվեին այդ Քաաբայի մեջ 360 չաստվածներ եւ այդ 300 չաստվածներեն մեգուն անունը Ալլահ էր հուբար էր որ Բալ Փարենգուկա հետեւաբար Ալլահն իրականության մեջ մենք նույն Աստվածը ճունենք այո մի աստվածյան գրոն կնկատվի իսլամությունը մի աստվածյան որովհետև հեթանոսներու պես դարբեր աստվածներ չեն բաշտեր Ալլահը կբաշտեն բայց Ալլահը ուրիշ բան չէ եղած բացի այն որ ինք այդ 360 աստվածներեն մեկ եղած է հետևաբար սատանայի ստեղծած խապկանքն է որ դժբախտաբար այսօր միլիոնավոր իսլամներ հետևելով սխալ չաստուծո իրենց հոգիները գորուստի կմատնեն ահա թե որքան կարևոր է նախ մենք պետք է իմանանք ճշմարտությունը եւ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խոսքին համաձայն ամբողջ աշխարհի մեջ ճշմարտությունը հայտարարենք Սիրելիներ իսլամներու քիրքը Ղուրանը անոնք որոնք արաբերեն գիտեն գրնան գարտալ այլապես դարբեր լեզուներու թարգմանված կա նաեւ թարգմանված է հայերենի եւ ուրիշ հայերեն թարգմանություններ ալգան ես դյուրացնելու համար ցեզի ծեր իմացությունը գիտությունը այսօր սիրելիներ քանի որ Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման դոնն է եւ ասեմ որ նաեւ իսլամներն ալ գահավադան Այսային համբարձման իրենք Հիսուսը գոչեն Այսա եւ հետաքրքրական է սիրելիներ որ քրիստոնյա արաբները ինչպես օրինակ մարոնիտները լիբանանցի արաբները կամ օրինակ ասորիները ղբդիները որոնք արաբերեն խոսին Հիսուսը արաբերենով երբեք Այսա չեն գոչեր այլ Եսուա գոչեն Եսուա որ կնշանակե Հիսուս Եսու բայց միայն իսլամները Հիսուսը գոչեն ոչ թե Եսուա այլ գոչեն Այսա եւ դերևս Այսան Մուսայի անունին այսպես նույն ցայնավորով սկսող կամ նույն ցայնարգություն ունեցող անուն է Մուսա որ Մովսես կնշանակե Այսա որ իրենց համար Հիսուսն է ասեմ սկիզբեն որ Ղուրանի մեջի Հիսուսը Այսան մեր նոր գդագարանի Հիսուսը չէ որովհետև իրենց Ղուրանի մեջի Այսան բարձրապես բատկամապեր է մինչդեռ մեր սուբկիրքի Հիսուս Քրիստոսը Աստուծո որդին Աստվածն է բայց սիրելիներ ես այսօր պիտի խոսիմ հագասություններու եւ դարբերությանց մասին ընդմեջ Հիսուսի եւ Մուհամմեդի եւ շատ հետաքրքրական համարներ պիտի մեջբերեմ նույնինքն Ղուրանեն թե Ղուրանը ինչ կսե Այսայի մասին Հիսուսի մասին Մուհամմադը սիրելիներ ինք որ ապրեցավ Մեքքեի մեջ Մեդինեի մեջ
բազմաթիվ քրիստոնյաներ եւ հրյաներ գային, ինքը շատ բաներ լսեց Հիսուսի մասին։ Եվ Հիսուսի մասին եւ Աստվածաշունչեն խոսքեր լսեց, եւ նաեւ առասպել բաներ լսեց, առասպելական պատմություններ լսեց, եւ այդ բոլորը ինքը փորձեց իր Ղուրանի մեջ ամփոփել, բայց առանց անդրադառնալու, որ իրականության մեջ, նույնիսկ Ղուրանի մեջ անուղագից երբով Հիսուսի բադիվը եւ Բաշտոնը շատ ավելի բարձր է, քան իրը։ Եվ վերջավորությամբ դասեմ, եթե Հիսուսի բադիվը, անունը, առաքելությունը շատ ավելի բարձր է, քան իրը, Մուհամմեդինը, ուրեմն ինչ պետք է Մուհամմեդին հավատալու։ Ուրեմն թող ամենքն Այսային հավատան, Հիսուսի հավատան։ Ահա սիրելիներ, ես միտուզեմ այսօր այդ դարբերությանց մասին խոսիլ ցեզի եւ նույն ինքն Ղուրանեն պիտի մեջբերեմ հատվածներ, որբեսի իմանաք, թե Հիսուս Քրիստոս ինք դերն է, Աստվածն է, հզորն է։ Շատ բարի։ Նախ ասեմ, որ Ղուրանին մեջ Հիսուս Քրիստոսի ծնունդը հրաշալի ծնունդ է։ Մենք կգարտանք Սուրբ Գիրքի մեջ սիրելներ, որ Աստված նույնիսկ Դեր Հիսուս Քրիստոսի երկինքեն երգիր իջնելու, մարմնանալու, մարտանալեն առաջ, հարյուրավոր տարիներ առաջ, մարգարեներուն բերնով ավետեց, որ գույսը պիտի հղանա եւ զավակ ծնի եւ անոր անունը պիտի գոչվի Էմանուել։ Գարտացեք Եսայի մարգարեի 7-րդ գլուխը, այնտեղ սիրելներ 14-րդ համարի մեջ հստակ կերպով այս մասին գսվի։ Եվ 9-րդ գլխում մեջ Եսայի մարգարեին, որ Հիսուսի երկրավոր, ուրեմն ծնունդեն 700 տարիներ առաջ մարգարեացած էր Եսայի մարգարեն, գսե որ մեզի որդիմը պիտի ծնի, որուն վրա պիտի տրվի իշխանությունը եւ անիգա պիտի գոչվի սկանչելի, հզոր, Աստված։ Հետևաբար Հիսուս Քրիստոս ինք Աստվածն է, Աստուծո որդին Աստվածն է։ Մեկ չէ շփոթել սիրելներ մեկ կարևոր բան, որ Սուրբ Երրորդությունը մեկ Աստվածություն է, մեկ բնություն է, սակայն առանցին թեմքեր են, առանցին անձնավորություններ են, այսինքն հայրը հայր է, որդին որդի է, Սուրբ Հոգին Սուրբ Հոգի է։ Ասոնք դարբեր երեք Աստվածներ չեն, այլ մեկ Աստված են, բայց անշփոթ են իրենց անձնավորությամբ։ Այսինքն հայրը պետք չէ շփոթել որդին եւ Սուրբ Հոգին հետ, ոչ այլ որդին պետք է շփոթել հորը եւ Սուրբ Հոգին հետ, եւ ոչ այլ հոգին պետք է շփոթել հորը եւ որդին հետ, այլ հայրը հայր է, որդին որդի է, Սուրբ Հոգին Սուրբ Հոգի է, բայց մեկ Աստված են։ Հետևաբար երբ կսենք, որ Աստված մարմնացավ, կհասկանանք, որ Աստուծո որդին Հիսուս Քրիստոսը ինք մարմնացավ, այլապես հայրը հոգի է, միշտ հոգի է, Սուրբ Հոգին միշտ հոգի է, չէ մարմնացած, այլ որդին է, որ մարմնացած է։ Ուրեմն կգարտանք, թե ինչպես Սուրբ Գիրքի մեջ Ղուգասու Ավետարանի առաջին գլխու մեջ, երբ որ եկավ հրեշտակը եւ ավետեց Աստվածամոր, որ պիտի հղանաս, Աստվածամայրը գույս էր։ Ահա Եսայի մարգարեին բերնով ինչ որ ըսվեցավ 7-րդ գլխու 14-րդ համարի մեջ, Ղուգասու Ավետարանի առաջին գլխու 31-րդ համարի մեջ նույն ավետիսը դրվեցավ եւ Աստվածամայրը Սուրբ Մարիամը, որ գույս էր, հղացավ Սուրբ Հոգիեն եւ ծնավ Հիսուս Քրիստոսը։ Եվ ուր ծնավ Բեթղեհեմի մեջ, որովհետեւ Միքիա մարգարեին բերնով ըսված էր 5-րդ գլխու 2-րդ համարի մեջ, որ թում Բեթղեհեմ, որ բոլոր մյուս քաղաքներում մեջ թեև փոքր ես, սակայն քեզմե որ պիտի կա Մեսիան, պիտի ծնի Մեսիան։ Հետևաբար Աստվածամայրը գուսությամբ ծնավ որդին Հիսուս Քրիստոսը, որ Սուրբ Հոգիեն հղացավ եւ այդ ծնվածը, ինչպես կարտացեք Ղուգասու Ավետարանի առաջին գլուխը, հրեշտակը գսե Գաբրիել հրեշտակը, որ իր մեծ ծնածը, Աստվածամորմեն ծնածը Աստուծո որդին է։ Նույնը սիրելներ Ղուրանին մեջ իսլամներն ալ գավադան, որ Աստվածամայրը գույս էր եւ գուսությամբ ծնավ Հիսուս Քրիստոսը, սակայն մեկ դարբերությամբ, որ Հիսուս ստեղծված է ինչպես մյուս բոլոր արարածները,
ոչ թե Հիսուս ծնունդն է հոր, այլ ստեղծված է գսեն իրենք, բայց նույն ցևով հրաշալի ծնունդ ունեցավ Հիսուս Քրիստոս Ղուրանի մեջ։ Եթե գարտակ օրինակ 3-րդ սուրան, այսինքն 3-րդ գլխու 45-րդ համարը, ինչպես նաև 19-րդ սուրան, 19-րդ գլուխը, որ գոչվի Սուրաթ Մարիամ, Մարիամի գլուխ, այնտեղ հատկապես 16-ին մինչև 34 համարները պիտի տեսնեք, թե ինչպես ծնավ Հիսուսը, երբ որ Գաբրիել հրեշտակապետը եկավ եւ ավետեց Աստվածամոր, որ ինչպես պիտի ծներ։ Միակ դարբերությունը այն է, կամ դարբերությունները այն են, որ Սուրբ Մարիամի ծնած ժամանակ հայր Հովսեփին հետ ինք նշանված էր, եւ Բեթլեհեմի մեջ ծնավ, եւ երբ Հիսուս ծնավ, երկնքի մեջ հրեշտակները ավետեցին, Ղուրանին մեջ սիրելիներ, երբ Մարիամ պիտի ծներ անաբատ դեղը կնաց, եւ այնտեղ առանցինը ըսկաց, եւ որ պիտի ծննդապերեր, ահավոր ցաբերու մեջ ցավաբրեցավ եւ լացավ, եւ գլխուն վրա ուրեմն արմավենի ծառ մգար, Աստված իրենսավ արմավենի ծառեն ուդե արմավ գերավ, ծննդապերեց եւ վերջ եւ որ վերադարձավ, մարդիկասի Մարիամ այս ինչ ըրիր, Մարիամ լուր գեցավ եւ մանուկը ցույց տվավ եւ մանուկը, այսին Այսան, Հիսուսը օրորոցին մեջ են խոսեցավ եւ պաշտպանեց իր մորը գուսությունը կամ ծննդապերությունը։ Ուրեմն Հիսուս հրաշալի ծնունդ ունեցած է Ղուրանին մեջ, Մուհամմադը ոչ։ Երկրորդ գարտանք սիրելիներ 4-րդ սուրային մեջ, 4-րդ գլխու մեջ Ղուրանի 171 համարի մեջ Հիսուս այդ համարի մեջ գոչվի Աստուծո խոսքը, Քալիմաթու Ալլահ, Քալիմաթուլլահ, Աստուծո խոսքը։ Եվ սիրելիներ, ասիգա մեծ բան է, ինչու, որովհետև Աստուծո խոսքը ըլլալը ուրիշ բան չէ, եթե ոչ նոր գդագարանի մեջ Հովանու ավետարանի առաջին գլխու առաջին 3 համարները ցեզի ընթերցեմ նախ, տեսեք ինչ կսե Հովանես ավետարանիչ։ Աշխարի ստեղծագործութենեն առաջ քոյություն ուներ փանը, փան գրապարով կնշանակե խոսք, հունարենով լոգոս, իմաստություն։ Փանը խոսքը, այսին Հիսուս, Աստուծո հետ էր եւ փանը Աստված էր։ Անիգա սկիզբեն Աստուծո հետ էր, անով էր, որ Աստված ամեն ինչ ստեղծեց, առանց անով ոչ մեկ բան ստեղծեց։ Ուրեմն փանը Աստուծո հետ էր աշխարհի ստեղծագործութենեն առաջ եւ փանը Աստված էր։ Խոսքը Քալիմաթուհու գոչվի ուրեմն Ղուրանը Քալիմաթուհու, Քալիմաթու Ալլահ, Աստուծո խոսքը։ Եվ դեսեք Աստուծո կողմներ եւ Ղուրանի մեջ երբ որ գսվի սիրելներ 4-րդ գլխու 171-րդ համար, որ Աստուծո կողմներ խոսքը, որ Մարիամի դրվեցավ եւ անիգա մեջեն ծնավ, ուրեմն Ղուրանը առանց անդրադառնալու Հիսուսի աստվածությունը գշեշտե, գհայտնե, ինչու, որովհետեւ իսլամներում կով Աստուծո խոսքը, նույնիսկ Ղուրանը բացարձակ կերպով ստեղծված չէ։ Այ Աստուծո կով եղած է մշտապես։ Եվ եթե Աստուծո կով եղած է մշտապես խոսքը, ուրեմն Հիսուս ստեղծված մը չէ։ Հակառակ որ Ղուրանը շատ դեղեր կփորձեսեր, որ ինք բարձաբես մարդ է, ստեղծված է, բայց Ղուրանը ինքն իր մեջ հագասության մեջ է։ Ինքն իր մեջ հագասող է իրարու խոսքերը, բայց Հիսուսը գոչվի Քալիմաթուհու, Աստուծո խոսքը։ Եվ ահա սիրելներ Հովանու ավետարանի խոսքեն, որ փանը խոսքը Աստուծո է դեր ստեղծագործութենեն առաջ եւ փանը Աստված էր։ Եվ 14-րդ համարին մեջ Հովանու ավետարանի առաջին գլխու տեսեք ինչ կսե։ Եվ փանը մարդ եղավ եւ մեր մեջ փնագեցավ եւ մենք դեսանք անոր փառքը, փառքը միածինին
որ հորմեն եկավ շնորհքով եւ ճշմարտությամբ լեցուն եւ փանն մարմին եղև եւ բնագյաց image մեր մեջ բնագեցավ փանը խոսքը մարդ եղավ մարմնացավ դաղավարվեցավ մեր մեջ ահա սիրելիներ Հիսուս կգոչվի ուրեմն երկրորդ տարբերություն Ղուրանի մեջ Հիսուս կգոչվի քելիմաթուհու այսինքն աստուծո ուղագի խոսքը ես գուզեմ լսեք նաև արաբերենով սիրելիներ ուղագի թե բարը ինչպես գհնչվի քելիմաթուհու այսինքն աստուծո խոսքն է Հիսուս լսեցեք ուրեմն նախ կսե իննամալ մեսիհու այսինքն մեսիան Այսան Հիսուսը ուրեմն մեսիա Հիսուսը Իբնուլ Մարիամի որդին Ռասուլ Ալլահ աստուծո արաքյալը ու քալիմաթուհու եւ անոր խոսքը եւ վերջը հաջորդ նախադասությունը գսեմ սիրելիներ բայց լսեք رسول الله وكلمته وكلمته աստուծո խոսքն է ուրեմն Հիսուս աստուծո խոսքն է բայց Մուհամմադը ոչ երրորդ նույն այս Ղուրանի 4-րդ գլխի 171-րդ համարին մեջ Հիսուս գոչվի وروح منه روح գնշանագե հոգի وروح منه սիրելիներ Հիսուսը գոչվի աստուծո հոգիեն ուրեմն Հիսուս աստուծո հոգին է եւ աստուծո հոգին սկիզբեն գար եւ որ սկիզբեն գար չէ ստեղծված բայց Մուհամմադը երբեք չի գոչվիր աստուծո հոգի եւ մենք գիտենք որ հայրը որդին եւ սուրբ հոգին մեկ աստված են եւ Հիսուս նախքան աշխարհին մեջ մարտանալը երկինքի մեջ Հիսուս ինչ էր հոգի էր ինչպես հայրը հոգի է ինչպես սուրբ հոգին հոգի է որդինալ երկինքին մեջ նախքան մեզի պես մարտանալը հոգի էր եւ ահա Ղուրանը ին գվգայ է որ Հիսուս աստուծո հոգին է աստուծո հոգին է աստուծմե հոգի է ահա Ղուրանը ինքնին վգայած կլա որ Հիսուս ինք աստված է բայց ոչ Մուհամմադը եւ սիրելիներ ոչ մեկ մարգարե ոչ մեկ նաբի անբիա այսինքն հոգնագի մարգարեներ ոչ մեկ այսպիսի ոչ հրաշալի ծնունդ ունեցած են ոչ աստուծո խոսք գոչված են ոչ աստուծո հոգի գոչված են չորրորդ դարբերությունը ընդմեջ Հիսուսի Իսային եւ Մուհամմադին սիրելիներ գոչված է Հիսուս Ղուրանին մեջ նույն այս դեղը ինչ որ ցեզի գարտացի արդեն Ղուրանի 4-րդ սուրային մեջ 4-րդ գլխի 171-րդ համարի մեջ եւ բազմաթիվ ուրիշ դեղեր նաեւ գոչված է Ալ-Մասիհ Մասիհ գնշանագե սիրելիներ Մեսիա այսինքն Քրիստոս հունարենով օձյալ լսեցեք սիրելիներ արաբերեն Ալ-Մասիհու Հիսուս ինք Մեսիան է խոստացված Մեսիան է ինչ որ 5 դագարանի մեջ Աստված խոստացած է որ Մեսիան պիտի գա եւ ադոր համար Հիսուս կգոչվի նաեւ Քրիստոս որ կնշանակե օձյալ դերը Աստուծո օձյալն է եւ Ղուրանը ահավասի կսե որ Հիսուս ինք Մեսիհն է Մեսիան է եւ հետեւաբար Հիսուսեն վերջ եկողները բոլորնալ սուտ մարգարեներն են ասի Ղուրանն է ասողը որ Մեսիհն է Հիսուսը ինչու՞ միս մարգարեներուն համար չսվի որ Մեսիհն է ինչու՞ համար օրինակ Մուհամմադին համար չսվի որ Մեսիհն է Մեսիան է որովհետեւ Մեսիան Հիսուս Քրիստոսն է սիրելիներ եւ վերջ տեսեք
առաջին Հովանու նամակին մեջ Դարձյալ Հովանես Արաքյալն է գրողը հետևյալը գսե Բիդիգարտամ ցեզի առաջին Հովանու նամակի 2-րդ գլխու 22 եւ 23 համարները հետևաբար ով է սդախոսը եթե ոչ ան որ գուրանա թե Հիսուսը Քրիստոսն է Հիսուսը Քրիստոսն է այսինքն Մեսիան է օձյալն է Քրիստոսի հագարագործն է այնպիսին որ գուրանա թե հայրը թե որդին որովհետև ով որ գմերժե որդին հայրն ալ մերժած գլա իսկ ով որ գընդունի որդին հայրն ալ ընդունած գլա սիրելիներ այսօր իսլամությունը գմերժե որդին որպես Աստված Աստուծո որդի նախ եւ որ հասնիմ խոսիմ օրմծեզի հոր մասին Աստուծո մասին ասեմ որ հիմագուց բարձաբես գիտնակ Ալլահը այսին իսլամներուն Աստվածը չաստվածը իրենք բացարձակ կերպով Ալլահը հայր չեն գոչեր իրենց համար Ալլահը հայր չէ մինչդեռ մեզի համար Աստված հայր է մենք դեր Հիսուս Քրիստոսով ջանցանք հայրը եւ ադորամար մենք կսենք ամեն օր մեր աղոթքի մեջ հայր մեր որ հերգինս ես իսլամները չեն ընդունիր որ Աստված Ալլահը հայր է կմերժեն որովհետեւ ինչպես կրնալալ հայր գսեն իրենք երբ ինքը հոգի է որովհետեւ իրենց հասկացողության մեջ հայրը ոչ թե խնամողն է ոչ թե ստեղծողն է այլ իրենց համար հայրը ծնունդ տվողն է եւ գսեն որ Աստղֆարալլահ Աստված մի արասե հայոյություն չլա մեր խոսքը Աստված չի գնար հայրը լալ իրենք Աստուծո հայրությունը չեն ընդունիր նաեւ հետեւաբար որդին չեն ընդունիր իսկ Հովանես Արաքյալը լսեցինք ինչ սավ ով որ գմերժե հայրը եւ որդին հագա Քրիստոսն է ուրեմն մինչև մասին Հիսուսի հրաշալի ծնունդը որ Հիսուս Ղուրանի մեջ երկրորդ որ Հիսուս Աստուծո խոսքն է որ Հիսուս Աստուծո հոգի է որ Հիսուս Մեսիա է բայց ոչ Մուհամմադը 5-րդ դարբերություն Ղուրանի մեջ գսվի որ Հիսուս ինք անմեղն է այսինքն մեղ չէ կործած բացարձակ կերպով ոչ գուրքեր բաշտած է ոչ մեկ բան Հիսուս ամեղն է ինչ որ սուրբ գիրքը գսե ոչ մեկ մեղք կործած է Հիսուս նույնիսկ ինքը սավրյաներուն եթե ոյ մեկ մեղք կործած եմ ասեք ինձի որ մեղքիս համար գուզեք կարգոծել զիս մինչդեռ սիրելներ նույն Ղուրանը Մուհամմադի մասին խոսելով գսե որ ինք մեղավոր է եւ Աստված Մուհամմադին գսե քու մեղքերուդ համար թողություն խնդրե Օրինակ, գարտացեք Ղուրանի 40-րդ գլխու 55-րդ համարը, կամ 47-րդ գլխու 19-րդ համարը, եւ կամ 48-րդ գլխու առաջին երկու համարները, պիտի տեսնեք սիրելներ, որ այնտեղ հստակ կերպով գսվի, որ Մուհամմադը ինք պետք է իր մեղքերուն համար աղոթե։ Օրինակ, գարտամ ցեզի Ղուրանի 40-րդ գլխու 25-րդ համարը Աստված գսե ուրեմն համբերող եղիր, քանի որ Աստուծո խոստումը գիրականանա եւ մեղքերուդ համար ներում խնդրե։ Մուհամմադին գսե Աստված, բայց Հիսուս անմեղ է։ Փամը գսե մեզի, Սուրբ Գիրքը գսե որ չկա աշխարհի մեջ անմեղ մարդ։ Միայն Աստված անմեղ է։ Ուրեմն եթե Ղուրանի մեջ Հիսուս անմեղ է, մեղ կործած չէ, ուրեմն ինքնաբերաբար հայտարարված գլա որ Հիսուս ով է։ Հիսուս Աստված է, Աստուծո որդին է։ Անցնիմ հաջորդին սիրելներ։ 6-րդ Ղուրանի մեջ կգարտանք, որ Հիսուս խոսելու սկսավ, երբ որ նոր ծնավ, հազիվ ծնած Հիսուս խոսելու սկսավ իր օրորոցի մեջ, ինչ որ քիչ առաջ ագնարգեցի արդեն։ Սուրաթ Մարիամի մեջ 19-րդ գլխու մեջ, հատկապես սիրելներ, եթե գարտակ 29 եւ 30 համարները։ Այնտեղը գտեսնենք, որ ուղագի ինք գխոսի Հիսուս այսան, այսինքն
գխոսի սիրելիներ եւ գպաշտպանե իր մայրը։ Օրինակ կսե եւ որ եկան եւ մեղադրեցի Մարիամին մարդիկ որ ինչ ասիգա ուրգի ասիգա քեզի զավակ ինքնալ մանուկը ցույց տվավ Մարիամը եւ անոնգսին ինչպես կրնանք խոսիլ մեգումը որ օրորոցի մեջ մանուկ մնե որ Մարիամը սա խոսեցեք իրեն հետ մանուկին հետ եւ մարդիկը սի ինչպես կրնանք խոսիլ անալ մանուկը ասավ դեսեք ես Աստուծո ծառան եմ ինձի հայտնեց քիրքը ու զիս գարկեց մարգարեմը եւ օրտնյարը ռավզիս ուր որալ ըլամ եւ բադվիրեց որ աղոթեմ ու գադարեմ գարեկցիմ օգնեմ ուրիշներուն այսինքն այնքան ադեմ որ ողջ եմ հետեւաբար մանուկ տարիքին օրորոցեն Հիսուս խոսեցավ իսկ Մուհամմադ չխոսեցավ օրորոցեն ուրեմն հրաշալիքը բադայեցավ Հիսուսի հետ ըստ Ղուրանին 7-րդ Հիսուս միակ մարգարեն է Ղուրանին մեջ միակ մարգարեն է որ հրաշալի հրաշքներ կատարած է հրաշքներ բայց Մուհամմադը բացարձակ կերպով հրաշք չէ կատարած ոչ մեկ հրաշք ընդհանրակը Մուհամմադը ինքնին գփորձե արտարացնել բաժարապանություններ կգտնե թե ինչու համար ինք հրաշքներ չէ կատարած բայց այլապես Ղուրանին մեջ գարտանք թե Հիսուս բազմաթիվ հրաշքներ կատարեց ինչ հրաշքներ կատարեց սիրելիներ փորոտներ բժշկելով գույրերու աչքերը փանալով հաջորդ 8-րդ տարբերության մեջ նաև մյուսներու մասին ալ գխոսիմ եւ 9-րդի մեջը ամենայն թեպս գարտակ եթե Ղուրանի 3-րդ սուրան 49-րդ համարը նաև 5-րդ սուրան 5-րդ գլուխը 110-րդ համարը եւ նաև երկրորդ գլխու 87-րդ երկրորդ ուրեմն սուրայի 87-րդ համարը այնտեղ պիտի տեսնենք որ Աստված Հիսուսի գուդա հրաշագործելու կարողություն եւ մենք գիտենք սիրելներ մեր Սուրբ Գիրքի մեջ թե Տեր Հիսուս Քրիստոս ինչ հրաշքներ գործեց չգար բամը որ Հիսուս չէր գնարնել Փորոտները բժշկեց անտամալույցները ոտքի կանգնեցուց քոսացած ցերկերը բացավ գույրերուն դեսողություն տվավ խուլերուն լսողություն տվավ համրերուն խոսիլ տվավ եւ այլն Հիսուս չգար բամը որ չկատարեց իսկ Մուհամմադ ոչ մեկ հրաշք կատարեց ուրեմն ով է ավելի մեծը Հիսուս եթե Հիսուս ավելի մեծ է ըստ Ղուրանին ուրեմն ես ինչու համար պետք է Մուհամմադին հետևեմ ինչու համար մարդիկ Մուհամմադին հետևին ինչու համար ժողովուրդ մոլորիկ եւ երթակ հետևիկ մեգումը որ բղծությամբ լեցուն ցանկով ապրած է որու մասին գակնարկեմ քիչ մվերջ 8-րդ տարբերություն Հիսուս միակն է Ղուրանին մեջ որ մերելներ հարուցանեց Ղուրանի 3-րդ սուրայի 49-րդ համարի մեջ հիմա կգարտամ ցեզի նաև 5-րդ գլխու 110-րդ համարի մեջ սիրելներ դերը մերելներ հարուցանեց դեսեք Հիսուս ինքս է ուրեմն գույրերը եւ փորոտները պիտի բժշկեմ եւ մերելները ոտքի պիտի անեմ Աստուծո հրամանով միակ տարբերությունը մեր Աստվածաշունչին եւ Ղուրանին մենք գիտենք որ Տեր Հիսուս Քրիստոս Ղազարոսը մերած Ղազարոսը 4 օրյա քերեզմանեն հարուցանեց Նայինի Բադանին 12 տարեկան Հայրոսի աղջիկը եւ ուրիշներ միակ տարբերությունը որ մեր նոր գդագարանի մեջ Հիսուս իր աստվածային զորությամբ կգադարի այդ բոլորը իսկ Ղուրանին մեջ այդ բոլորը Հիսուս կնե Աստուծո զորությամբ Աստուծո արտոնությամբ Սիրելներ նույնիսկ եթե ասենք Աստուծո Ալլահին արտոնությամբ բրածեր բայց այսան գտեսնվի որպես հարություն տվող իսկ ինչու համար Մուհամմադ Աստուծո արտոնություն չուներ որ բժշկեր փորոտները գույրերուն աչքերը բանար եւ ուրեմն մերելներ հարուցաներ եւ ոչ մեկ մարգարե ինչու միայն Հիսուս ուներ Գարտացեք դարձյալ 5-րդ սուրան 110-րդ համարը եւ պիտի տեսնեք ու համոզվեք Դակավին սիրելներ Հիսուս զարմանալի գերբով Ճիշտ Ալլահին պես այսինքն այսան իրենց Հիսուսը Ալլահին պես գստեղծագործե
եւ ովևէ մեկը մարգարեներեն ամբիաներեն չգադարած ոչալ խաթմել ամբիա մարգարեներուն գնիկը հանդիսացող Մուհամմադը ոչ մեկ ցևով ստեղծագործած է այլ միայն Հիսուս ստեղծագործ է եւ սուրբ գիրքի մեջ սիրելներ միայն Աստված է որ ցանկ կուտա ներողություն Ղուրանի մեջ միայն Աստված է որ ցանկ կուտա անշուշտ սուրբ գիրքի մեջ ալ բայց նաեւ Ղուրանի մեջ Հիսուս ալ ցանկ կուտա անշուշտ Հիսուս նոր գդագարանի մեջ ինք արդեն Աստծո որդի Աստված է հետաբար ինքն է ցանկ հայտարարեց ես եմ հարությունը եւ ցանկը ինքն է որ ցանկ կուտա Ղուրանի մեջ ալ սակայն գսվի որ Հիսուս ստեղծագործեց հոր նման եւ ցանկ տվավ օրինակ դեսեք դարձյալ նույն վայրերը 30-րդ գլխու 49-րդ համարի մեջ սիրելներ Հիսուս տեսեք ինչ կսե ուրեմն Դիրոջ գողմե եկած եմ ցեզի բատկամովը ցեզի համար գավով պիտի ստեղծեմ թրջունիմը գերբարանքը ու շունչ պիտի դամադոր Աստուծո ռամանով որ թրջուն դառնա Սիրելիներ ուրեմն ինչ կլա ըստ Ղուրանին առասպել մնե ասիգան շուշ Հայսայի մասին դրված բայց Հայսան Հիսուսը կետնեն հող գարնե լավ լսեցեք կետնեն հող գարնե Թրջունի գերբարանքը ստեղծե լավ լսեցեք գերբարանք բառը դարձյալ հողարնելը գերբարանքը եւ ուրեմն թրջունի գերբարանք դալե յետքը Հայսան շունչ կպչե այդ թրջունի մեջ այդ գավին մեջ եւ գավը թրջուն գլա եւ գթրջի նախ հողը առնելը ով հողեն ստեղծեց բնությունը ամեն ինչը մարդը Աստված հողեն ստեղծեց ամեն ինչ Ձնտոց կրկի մեջ կգարտանք Երկրորդ ով գերբարանավորեց գերբարանք տվավ ցև տվավ Աստված Աբասիկ Հիսուս հողարավ ցևավորեց ով շունչ պչեց մարդու մեջ ատամի մեջ Աստված ռուահ պչեց ռուհ պչեց ռուահը եբրայերեն է ռուհը արաբերենով է այսին շունչ պչեց եւ այստեղ Հիսուս ինք շունչ կպչե Եվ գգենտանացնե հողեն ցևավորված թրջունը եւ անոր ցանկ կուտա ուրեմն Հիսուս ով է ինքնաբերաբար կտեսնենք որ Հիսուս ինք Աստված է որովհետեւ ինք ստեղծեց Աստուծո պես այլապես ոչ մեկ մարգարե ստեղծեց Աստուծո նման ոչ մեկ բոլորն առանց հրաշքի մերան Մուհամմադը որքան սիրելներ Ղուրանի մեջ կփորձե Հիսուսը իրեն հավասարեցնել, բայց իրականության մեջ անկիդակցաբար Հիսուսը քերազանցորեն բարձր է Մուհամմադեն ամբողջությամբ դարբեր Դակավին սիրելիներ Հիսուս Ալլահին կողմէ փրկվեցավ իսլամները գիտեք որ չեն հավատար որ Հիսուս խաչվեցավ հետևաբար Հիսուս չմահացավ ըստ Ղուրանին ըստ մեր սուրբ գիրքին սիրելներ եւ ըստ 5 դագարանի բոլոր մարգարեությանց կարտացեք 50-րդ գլուխի Եսայի մարգարեին թե ինչպես զինք չարչարեցին խաչեցին 22-րդ Սաղմոսը նույնպես 32-րդ Սաղմոսը նույնպես եւ բազմաթիվ դերեր 34-րդ Սաղմոսը բազմաթիվ դերեր սիրելներ որ գբատմվի որ Հիսուս Մեսիան պիտի խաչվեր ցերկեր ոտքերը պիտի կամվեին Բիդի ձգվեին Ինչ որ է եւ Հիսուսի խաչելությամբ մենք փրկվեցանք Հիսուս մահացավ խաչին վրա եւ հետո հարություն արավ Իսլամները Քրիստոսի հարության չեն հավատար բարձ այն բաժարով որ չեն հավատար որ Հիսուս խաչվեցավ այլ գսեն որ խաչելության ընթացքին շաբհուն մինհու այսինքն իրեն նմանությամբ Աստված մեկը դվավ ըստ իրենց ավանդության իսլամական ավանդության հութային նմանցուց Հիսուսի հետևաբար Հիսուսը ինչ եղավ հապշտակվեցավ երկինք համբարձավ հետևաբար Հիսուս խաչված չէ ուրեմն մեկ խոսքով Աստված Հիսուսը փրկեց իր թշնամիներեն որ չսպանեն բայց Մուհամմադը իր թշնամիներուն կողմէ սպանվեցավ ավելի ճիշտ է գնոջ կողմէ քիչ վերջ կսեմ բայց Աստված չբահբանեց Մուհամմադը ինչու Ոյ մեկ մարգարե չէ սպանված ինչպես եղավ որ
Մուհամմադը սպանվեցավ, որովհետև սուտ մարգարե է։ Հետևաբար, եթե գարտակ սիրելներ այս Ղուրանի 4-րդ սուրայի 151-րդ համարը եւ մինչեւ 157 եւ 158 համարները, այնտեղը սիրելներ պիտի տեսնեք, թե ինչպես Հիսուսը ինք երկինք համբարձավ։ Օրինակ, գարտամ ցեզի եւ իրենց բարձանքով ասելը մենք սպասեցինք Մարիամի որդին Հիսուս Քրիստոսը, որ Աստուծո արաքյալն է, սակայն մենք սպանեցինք հрьяաները գսեին, սակայն չսպանեցին զինք։ Ղուրանի մեջ կգարտամ 4-րդ գլուխ, 4-րդ սուրա, 157 եւ 158 համարները։ Ուրեմն երբ որ հрьяաները ասին մենք սպանեցինք զինք եւ խաչեցինք զինք, բայց իրենց այդպես թվեցավ գսե Ղուրանը, եւ գշարունակեմ սիրելներ, բայց իրենց այդպես թվեցավ այս հարցով դարագարձիկ եղողները ադոր մասին գիտություն չունին եւ միայն ենթադրություններու գեդևին չսպանեցին զինք, սա որոշ է, այլ Աստված իր մոտ բարձրացուց զինք, Աստված հզոր է եւ իմաստուն։ Սիրելիներ, Հիսուսը երկինք համբարձավ գսեն, Աստված իր մոտ արավ Հիսուսը, այսինքն իսլամները գավադան, որ Հիսուս երկինքի մեջ ողջ է։ Մենք այսօր Հիսուսի ամբարձումը կդոնենք եւ գիտենք, որ Հիսուս երկինք ամբարձած է մարմինով։ Ահա սիրելներ, Աստուծո որդին սուրբ գիրքի մեջ կսվի, որ երկինք ամբարձավ, եւ երբ որ Ղուրանն ալ գսե, որ Հիսուս երկինք ամբարձավ, Աստված ինք երկինք տարա մարմինով, ուրեմն Հիսուս ուրիշ մեկը չէ, եթե ոչ Աստուծո որդին Աստված։ 11-րդ դարբերություն։ Սիրելիներ, քանի որ Հիսուս երկինք ելավ, ըստ Ղուրանին նաև, ուրեմն Հիսուս դարձյալ պիտի գա, ըստ Ղուրանին։ Եվ պիտի գա ինչ ինելու, թադելու համար աշխարհը, բայց Մուհամմադը ուր պիտի մնա, քերեզմանին մեջ, քերեզմանին մեջ։ Այո սիրելներ, Ղուրանի 40-րդ գլխու 61-րդ համարի մեջ կխոսվի, որ Հիսուս դարձյալ պիտի գա, եւ ասեմ երկու բառով բացատրեմ ցեզի ավելի օրը գանտրատարնամ այս մասին։ Ուրեմն երբ որ Հիսուս վերադառնա, պիտի իջնե Դամասկոսի սպիտակ եկեղեցին, Դամասկոսի մեջ պիտի իջնե Հիսուս, եւ այնտեղ ուրեմն հայտնված պիտի լա Հագա Քրիստոսը, Դաջալ գոչեն իրենք։ Դաջալը երբ որ հայտնվի Հագա Քրիստոսը, պիտի իջնե ինքը Հիսուս երկինքեն, Հայսան պիտի իջնե եւ իր շունչով եւ մեկ նայվածքով պիտի սպաննե Դաջալը, Հագա Քրիստոսը։ Հիսուս խաչը պիտի գդրե, որ իսլամները գադեն խաչը, հետեւաբար պիտի գդրե խաչը, ցույց տալու համար, որ իսլամները ճիշտ էին, քրիստոնյաները սխալ են, եւ պիտի հայտարարե, որ ինք Աստուծո ծառան է։ Իսլամությունը պիտի դարձնե միակ կրոնքը աշխարհին, իսլամի բես պիտի աղոթե, իսլամի բես պիտի ապրի եւ վերջավորության, քանի որ ինքն ալ մարդ է, Հայսան ալ մարդ է, վերջավորության ալ իսլամի բեսալ պիտի մեռնի ու թաղվի։ Ուրեմն գավադան, որ Հիսուս երկրորդ անգամ որ երբ կա, պիտի մեռնի եւ թաղվի։ Ատկե վերջն է, երբ որ իր միսիոնը, իր առաքելությունը, միսիոնը ավարտե, մեսիան ավարտե։ Սիրելիներ, ատկե վերջն է, որ դեղի պիտի ունենա աշխարհի վաղճանը։ Կտեսնեք, որ այս բոլոր բաները, որ Մուհամմադը լսած էր քրիստոնյաներեն, դարբեր ծևերով գործե Ղուրանի մեջ բերել, բայց այս բոլոր դարբերությունները ցույց կտան, որ Մուհամմադը ինք Քրիստոսեն շատ ցած էր, նույնիսկ երբ որ ինքը գործե Հայսան, Հիսուսը իրեն մագարտագին բերել եւ ցույց տալ, որ Աստուծո ծառան է բարձաբես, Աբդալլան է, Աստուծո ծառան է, Աստուծո գոմե եկած որպես բատկամապեր Ռասուլ Ալլան է, բայց իրականության մեջ ինքը Մուհամմադը պիտի այդպես փորձեր ներկայացնել Հիսուսի ինչ բանի համար, որբեսի արտարացներ, որ ինքն ալ Խաթիմել Անբիան է, այսինքն մարգարեներու գնիկն է, այլապես եթե ինքը հայտներ, որ Հիսուս ճշմարիտ Աստուծո որդին Աստված է, այդ ժամանակ Հիսուսը ասաց էր սուրբ գիրքի մեջ,
որ ինձ մեծ սուտ Քրիստոսներ պիտի կա, Մուհամմադը իր ոտքին գաբարած պիտի լար, այսպես ասած, ցույց պիտի տար, որ ինքը հագա Քրիստոսն է եւ իրականության մեջ է։ Գտեսնենք սիրելներ, որ 11 գեդեր իշեցի, մա 2 գեդեր ալ գեիշեմ ցեզի ուրիշ, բայց ոչ Ղուրանեն, որոնք ցույց կտան, որ ամբողջությամբ դարբեր է Հիսուսը Մուհամմադեն, քերազանցորեն ավելի մեծ է եւ Ալլահը հարցում մի դարձնեմ ես հիմա, Ալլահը չեր գիտեր, որ Հիսուսը ավելի մեծ ընելով, քերազանցաբես ավելի մեծ ընելով Մուհամմադեն, ժողովուրդը Այսային edevem մի դերտար, Հիսուսի edevem մի դերտար։ Չեր գիտեր Ալլահը։ Ինչու համար Ղուրանին մեջ ավելի մեծ կնե Ալլահ Հիսուսը եւ ոչ թե Մուհամմադը։ Եվ այս բոլորը սիրելներ ցույց կտան, որ Հիսուս ուրիշ մեկը չէ, եթե ոչ Աստծո որդին։ Մուհամմադը ասի, որ շատ բաներ Հիսուսի մասին լսած էր, շատ բաներ եւ ճշմարտություններ սուբ գիրքեն եւ նաեւ առասպելներ եւ այդ բոլորը իրարուքով բերավ, որբեսի բարձրապես ցույց տա, որ Հիսուս Աստծո պատգամապերներեն մեկն է։ Բայց իրականության մեջ Մուհամմադը, որ սուտ մարգարեն է, մարգարեներեն մեկն է, իրականության մեջ սիրելներ ինք իր սդությունը Աստվածաշունչ Ղուրանի մեջ բերելով իրականության մեջ նաև ճշմարտությունը հայտնեց Քրիստոսի աստվածության մասին եւ այս ճշմարտությունը սիրելիներ այնքան բացահայտ է որքան լույսը խավարեն դարբեր է որքան երկինքը երկրեն դարբեր է սիրելիներ որքան կյանքը մահեն դարբեր է որքան թրախտը դժոխքեն դարբեր է այնքան Հիսուս դարբեր է Մուհամմադեն նաև որպես 13-րդ գետ հետևյալը ասեմ Հիսուս եւ նոր գդագարանի մեջ անշուշտ եւ Ղուրանի մեջ բացարձակ ովևէ մեկը չսպաննեց ովևէ մեկը Հիսուս բادرազմ չրավ մինչդեռ Մուհամմադը սիրելիներ իր կյանքին 10 տարվա կյանքի ընթացքին 10 տարիներու ընթացքին իր կյանքի ինքը 579 ուրեմն ծնավ 632-ին մահացավ 62 տարեկան էր մոտավորապես 10 տարվա մեջ 83 բادرազմներ մղեց ավելի ճիշտ 27-ը բادرազմներ եւ 56 ասպատակություններ ասպատակեց, քրավեց, չարտեց, փշրեց ամեն ինչ ընդանուր 83 բادرազմ մրավ եւ բազմաթիվ մարդիկ սպանեց Հիսուս Պետրոսին ասավ սուրը դեղը թիր ով որ սուր վերցնե սուրով բիդինա Մուհամմադը իր հետևորդներուն ասավ սուրերնիտ արեք եւ սուրով բարդատրեցեք ահա գտեսնեք սիրելներ դարբերությունը իսլամին եւ քրիստոնյային իսլամ սալամ parengուկա որ գնշարակի խաղաղություն իբրև թե իրենց գրոնք խաղաղության գրոն է իրենց գրոնը արյունի վրիժարության ըսպանության գրոն է իրենց շատ երկիրներու թրոշակներու վրա միշտ սուրն է խորհրդանիշը իսկ մերը խաչելությունը այսինքն դարաբանքը Դագավին սիրելիներ որ ամեն 10-րդ գեդսեմ շատ դարբեր շատ գեդեր կան սիրելիներ բայց այսօր 13 գեդով ավարտեմ հաջորդող շաբաթներուն անշուշտ կշարունակեմ խոսիլ Մուհամմադը ամուսնացավ 11 անգամ 11 գին ունեցավ Բաշտոնական գիներու մասին խոսիմ Արդոնեց որ իր հետևորդները 4 գին ունենան ինչու ինքը 11 ինքը որտեղ մարգարեն է Եվ երբ որ 53 տարեկան էր ամուսնացավ 9 տարեկանի հետ 53 տարեկանին հարաբերեցավ Այշային հետ երբ որ 9 տարեկան էր Այսօր ես 50 տարեկան պիտի դառնամ Եվ Աստված մի արասի այս ինչ սատանայական միտք պիտի ունենամ որ 6 տարեկանի մեկուն հետ ամուսնացավ բայց 3 տարեանոր հետ չհարաբերեցավ եւ որ 9 տարեկան էր 9 տարեկանին հետ մարնական հարաբերություն ունեցավ Ինչպես կրնալա որ 50 տարեկան մարդը 9 տարեկան աղջկան հետ մարմնավոր սերային հարաբերություն ունենա
ասիկա մանգաբղձություն է։ Եվ այսպիսի մարգարեի մն է, որ գեդևին գբաշտեն 1 միլիարդի ավելի մարդիկ աշխարհի մեջ։ Ովևէ մեկը իր զավակը գուտա 9 տարեկան զավակը 50 տարեկան եւ ավելի վեր մարդումը գնության ամուսնության այսօր օր մի որ խոսիմ գանանց մասին իսլամներում մոտ գանանց հասկացողության մասին այդ ժամանակ այս բոլորի մասին ավելի գխորանամ սիրելներ այս բոլորը ցեզի ասի որբեսի գիտնակ եւ չխապվիկ սիրելներ չգարձեք որ իսլամությունը ինչպես որ գսեն շփախտապար իսլամացած հայեր պրակտիկ գրոն է միաստվածության գրոն է թավհիդ այդ մասին գխոսիմ որ իրենք չեն ավադար սուրբ երրորդյան այլ թավհիդի գավադան միաստվածության գարձեք թե մենք մեզ յետանոս կգոչեն այս բոլորի մասին ավելի գխոսիմ սիրելներ աբակային բայց գաղաչեմ ցեզի սիրելի քույրեր եղբայրներ մանավանդ հայրենիքի մեջ գտնվող եւ նաեւ սպիրկի մեջ գտնվող եղբայրներ եւ քույրեր հատկապես աղջիկներ մի խապվիկ իսլամներեն եւ չլավոր թողեք հավատքի ծեր ցանկը Քրիստոսը թողեք սրբությունը եւ երթակ բիղծ իսլամությունը ընդունիկ եւ թշպախտապար իսլամանալով ծեր հավատքը գործընծնեք չլաս սիրելներ չգարձեք որ practical կորձնական գրոն է իսլամությունը սատանայի գողմե հերուրված ստեղծված գրոն է որբեսի քրիստոնյաները եւ մարդկությունը մոլորեցնեն թեպի հավիտենական անտունդ ով որ Քրիստոսի գավադա անը որ պիտի փրկվի ուրիշ ճամփա չկա Հիսուս հայտարարեց ես եմ ճանապարհը ճշմարտությունը եւ կյանքը մեկ ճանապարհ կյանք գա մեկ ճշմարտություն գա մեկ կյանք կա եւ անիգա Քրիստոսն է իսլամությունը չէ անցն է Մուհամմեդը մեռած է քերեզմանին մեջ թաղված է եւ այդպես է պիտի մնա եւ անոր հոգին դժողքի մեջ պիտի երթա մինչդեռ Հիսուս գենթանի է ողջ է անե ճանապարհը ճամփան անե ճշմարտությունը անե կյանքը ով որ Քրիստոսի գմիանա հավիտենական կյանք ունենա եւ Հիսուսը ասավ ես եկա որ դու կյանք ունենաք եւ առավել կյանքը հետեւաբար Քրիստոսի սուրբ համբարձման դոնին այս արիտով սիրելներ կուզեմ զգուշացնել մեր ժողովրդի զավակները որ հերու մնան ամեն տեսակ սուտ ուսուցումները իսլամութենեն եւ նաեւ սիրելներ գարչած մնան դեր Հիսուս Քրիստոսի որբեսի այս կյանքի մեջ են քալենք հավատարմությամբ Քրիստոսի հետևեն եւ հասնենք հավիտենական կյանքին տեսեք մեր հայրերը որ ապրեցան արաբական արշավներու ընթացքին իսլամական հարցակումներու դակ օսմանական ջնշումներու դակ ամեն ժամանակ չէին գրնար իրենք իսլամությունը ընդունել եթե ճշմարտություն տեսնեին անոր մեջ անշուշտ բայց սիրելներ հստակ կերպով եւ սուպրիկոր դատեվացին եւ շատ սուրբ հայրեր իսլամությունը գոչեցին որպես սատանայի գողմե ստեղծված գրոն զգուշը լանք չլա որ մենք գամովին հերանանք Քրիստոսեն եւ իսլամությունը կամ ուրիշ հետանոսուտական գրոններ ընդունելով մեր հոգին գործընծնենք Աստված օգնական եւ բաբանը լա բոլորիս եւ իմաստություն մեր բոլորին Աստված ցեզ արադաբես տողորտն է բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին